Մանկական ալիք, նանի զանի։ Սառցե սիրտը։ Շատ վաղուց Արենդել թագավորությունում ապրում էին երկու քույրեր՝ Էլզան և Աննան։ Էլզան փոքրուց ուներ կախարդական ուժեր։ Նա կարողանում էր ձյուն ու սառույց ստեղծել։ Քույրերը շատ էին սիրում իրար։ Միասին խաղում էին, և Էլզան ձյան մեջ հրաշալի աշխարհ էր ստեղծում։ Մի օր խաղալիս Էլզան պատահաբար վիրավորեց Աննային։ Ծնողները օգնություն խնդրեցին քարե տրոլներից։ Նրանք փրկեցին Աննային, բայց խորհուրդ տվեցին թաքցնել Էլզայի ուժերը, քանի որ մարդիկ կարող էին վախենալ։ Այդ օրվանից Էլզան փակվեց իր սենյակում, խուսափեց նույնիսկ Աննայից։ Երբ քույրերը մեծացան, Էլզան պիտի դառնար թագուհի։ Պալատում մեծ տոն կազմակերպվեց, և դռները բացվեցին առաջին անգամ։ Աննան ուրախացավ, որ վերջապես կարող է շփվել մարդկանց հետ։ Նա նույնիսկ հանդիպեց մի իշխանի՝ Հանսին, և կարծեց, թե սիրահարվել է։ Բայց տոնի ժամանակ Աննան ու Էլզան վիճեցին։ Էլզայի կախարդանքը բացահայտվեց։ Նա պատահաբար սառեցրեց ամբողջ թագավորությունը։ Մարդիկ վախեցան, և Էլզան փախավ լեռները։ Այնտեղ նա կառուցեց սառույցից փառահեղ դղյակ և որոշեց ապրել մենակ, հեռու բոլորից։ Աննան չհանձնվեց։ Նա գնաց քրոջը գտնելու և համոզելու, որ վերադառնա։ Ճանապարհին նա ծանոթացավ Քրիստոֆի, բարի ու քաջ տղայի, նրա եղջերու Սվենի և ուրախ ձնեմարդիկ Օլաֆի հետ։ Նրանք միասին հաղթահարեցին ձնաբուկ, սառույց և վտանգներ։ Աննան վերջապես հասավ Էլզայի պալատ։ Նա խնդրեց քրոջը վերադառնալ, բայց Էլզան վախեցավ, որ կրկին վնաս կհասցնի։ Նրա կախարդանքը կրկին պատահաբար դիպավ Աննայի սրտին։ Քրիստոֆը շտապեց նրան տանել տրոլների մոտ, բայց նրանք ասացին, որ միայն իսկական սերը կարող է հալեցնել սառը սիրտը։ Աննան մտածեց, որ Հանսի համբույրը կփրկի իրեն, բայց Հանսը չարացավ։ Նա ուզում էր իշխել Արենդելում։ Նա թողեց Աննային մահվան եզրին։ Երբ Էլզան վերադարձավ, Հանսը փորձեց նրան վնասել։ Այդ պահին Աննան, չնայած որ գրեթե սառած էր, վազեց ու կանգնեց քրոջ առաջ, նրան փրկելու։ Նրա սիրտը վերջնականապես սառեց, և նա դարձավ սառցե արձան։ Էլզան արտասվեց ու գրկեց նրան։ Հանկարծ Աննայի սիրտը հալվեց, որովհետև ինքնազոհ սերը հենց իսկական սիրո ամենամեծ ապացույցն էր։ Էլզան հասկացավ, սերը, քույրական, ընկերական ու անկեղծ սերը հենց այն ուժն է, որ կարող է կառավարել իր կախարդանքը։ Նա սառույցը հալեցրեց, թագավորությունն ազատվեց ձմեռից։ Քույրերը կրկին միասին էին։ Աննան հասկացավ, որ իսկական սերը ոչ թե Հանսի խոստումներում է, այլ այն մարդկանց մեջ, ովքեր իսկապես հոգ են տանում իր մասին։ Էլզան դարձավ խիզախ ու բարի թագուհի, իսկ Արենդելն ապրեց խաղաղությամբ։ Քույրերը երջանիկ էին, որովհետև հասկացան, որ իրենց սերը միմյանց հանդեպ ամենամեծ հրաշքն է։